Բարև ձեզ, եթերում բաց քննարկումն է, տաղավարում այսօր հյուրընկալել եմ Արավերդու բռնցքամարտի դպրոցի մարզիչ Սերգեյ Ծավարյանին։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, դուք եթերում եք, կարող եք ողջունել հեռուստադիտողներին։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Կփորձեմ համայնքի բնակիչներին պատմել մեր մասին, մեր բռնցքամարտի դպրոցի մասին։ Սերգեյ, ինչպես սկսվեց ձեր ճանապարհը բռնցքամարտում, երբ որոշեցիք զբաղվել հենց այս մարզաձևով։ Իմ մարզական ուղին սկսվեց 6 տարեկանից, երբ ինձ տարան Օզունի կարատեի խմբակ։ Տեղափոխվելուց հետո 9 տարեկանում սկսեցի հաճախել բոքսի և քիքբոքսինգի խմբակ։ Տարիներ մարզվելուց հետո 16 տարեկանում ընդգրկվեցի Ռուսաստանի քիքբոքսինգի հավաքականի կազմում։ 2009 թվականին հաղթեցի Եվրոպայի քիքբոքսինգի առաջնությունը, 2010-11 թվականներին հաջողվեց հաղթել Եվրոպայի և աշխարհի առաջնություններում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համալսարան բռնցքամարտի բաժին։ Ուսանողական տարիներին շարունակում էի մասնակցել տարբեր բռնցքամարտի մրցաշարերում։ Որն է ամենամեծ դասը, որ ստացել եք բռնցքամարտից։ Բռնցքամարտն ինձ սովորեցրեց ընդունել իմ սխալներն ու թերությունները, աստիճանաբար սովորեցի գտնել իմ թույլ կողմերն ու աշխատել դրանց վրա։ Եվ իհարկե ամենակարևորը, որ երբեք չի կարելի թերագնահատել հակառակորդին։ Որքանով են այսօր երեխաները հետաքրքրված բռնցքամարտով։ Երեխաների հետաքրքրությունը բռնցքամարտով համայնքում բավականին բարձր է, քանի որ մոտ 80 երեխա հաճախում է մարզումները 14 բնակավայրից։ Կան երեխաներ, ովքեր իրենց առջև դրել են նպատակ դառնալ Եվրոպայի, աշխարհի օլիմպիական չեմպիոն։ Որն է բռնցքամարտի առանձնահատկությունը, ինչ կարող է տալ երեխաներին այս սպորտաձևով զբաղվելու դեպքում։ Կանոնավոր մարզումները զարգացնում են բոլոր ֆիզիկական հատկությունները, ձևավորվում է կարգապահություն, օրգանիզմի առողջ զարգացում։ Ինչ դրական ազդեցություն է ունենում բռնցքամարտը երեխաների բնավորության և սովորությունների վրա։ Բռնցքամարտով զբաղվելով երեխան կսովորի լինել կարգապահ, պլանավորել իր ժամանակը, լրջորեն վերաբերվել սննդին և հանգստին։ Սերգեյ, դուք ինչպիսի մարզիչ եք, խիստ եք։ Իմ կարծիքով մարզիչը պետք է խիստ լինի և կարգապահ, բայց ոչ չար։ Հաճախ ծնողները վախենում են, որ բռնցքամարտը ագրեսիվ մարզաձև է, խոսենք վնասվածքների և անվտանգության մասին, ինչ կպատասխանեք այս ծնողների մտահոգությանը։ Սպորտային ագրեսիան դա հակառակորդին վնաս պատճառելու ցանկություն չի, այլ հաղթելու, առաջինը լինելու և չհանձնվելու։ Այն մարդիկ, ովքեր մտածում են, որ բռնցքամարտիկները ագրեսիվ են և սիրում են իրենց ուժը ցույց տալ բոլորին, սխալվում են։ Իսկ երեխաները հեշտությամբ են հաղթահարում իրենց վախերը։ Ժամանակի ընթացքում փորձ ձեռք բերելով փորձ։ Ինչ հաջողություններ են ունեցել ձեր սաները, խոսենք վերջերս ունեցած մրցաշրջանի և ձեր սաների մասնակցությունից և գրանցած հաջողություններից։ Մարտ ամսին Իջևան համայնքում կայացած բռնցքամարտի բաց առաջնությունում մեր բռնցքամարտիկները նվաճեցին 3 արծաթե մեդալ, իսկ Արթուր Հովհաննիսյանը դարձավ մրցաշարի հաղթող։ Հաճախակի մրցաշարեր են կազմակերպվում Գեղարքունիքի մարզում, որտեղ մեր բռնցքամարտիկները հաճախ հաղթանակներ են գտնում։ Ցանկանում եմ նշել Սարգիս Խեչումյանի ելույթը Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունում, որտեղ նա առաջին մենամարտում հաղթեց իր հակառակորդին, ժամանակի շուտ ավարտեց մարտը, բայց փորձի պակասության պատճառով պարտվեց երկրորդ մենամարտում, բայց լավ տպավորություն թողեց բոլոր դիտողների վրա։
Գորգի Կապույտյան Կեմարժի Սարգիս Մեծումյանի նորը։ Որն է ամենադժվար կողմը երեխաների հետ աշխատելիս։ Ամենադժվար կողմը ուսուցումն է, թե ոնց պետք է իրենց պահեն դպրոցում, փողոցում և մարզադահլիճում։ Իսկ ինչ պետք է ունենան երեխաները այս սպորտաձևով զբաղվելու համար։ Ամենակարևորը պետք է լինեն կարգապահ, հարգանքով եղբայրվել բոլորին և ունենալ սովորելու ցանկություն։ Իսկ մեծահասակները կարող են զբաղվել բռնցքամարտով կամ աղջիկները, կանայք։ Բռնցքամարտով կարող են զբաղվել անկախ սեռից և տարիքից բոլորը, եթե չկան լուրջ առողջական խնդիրներ։ Ցանկացած մարդ զբաղվում է իր հնարավորությունների չափով։ Եթե ծնողները ինչ-որ կասկածներ ունեն, բերել իրենց երեխաներին բռնցքամարտի, թե ոչ, ինչպես կպատասխանեք։ Եթե ձեր երեխան ցանկություն է հայտնում զբաղվել բռնցքամարտով, աջակցեք նրան, նույնիսկ եթե կողմնակից չեք այս մարզաձևի, այժմ երեխային հնարավորություն տալ զբաղվել իր սիրած մարզաձևով։ Նշեմ, որ մինչև 10-11 տարեկանը երեխաները զբաղվում են ընդհանուր ֆիզիկական պատրաստությունով և ընդհանուր զարգացնող վարժություններ են անում, որոնք բարելավում են երեխայի առողջությունը և կամային հատկություններն են երեխայի զարգացում։ Որտեղ են անցկացվում ձեր պարապմունքները։ Պարապմունքները անցկացվում Ալավերդու, Օզունի, Սարավարտի և Շնողի մշակույթի տներում։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ տաղավարում այսօր իմ հյուրն էր Ալավերդու բռնցքամարտի դպրոցի մարզիչ Սերգեյ Ձավարյանը, իսկ մենք կհանդիպենք ցտեսություն։